իրավագիտությունը ավելի բարդ է, քան թվում է, որովհետև դատարանում ես հանդիպել եմ այն խնդրին, որ դատավորը ինձ ասել է, իսկ դու իրավունք ունես այս խնդրի մասին բարձրաձայնես, քո ՀԿ-ի կանոնադրությամբ, ես կուզենայի ձեր ներողամտությունը հայցեի և ասեի, որ այնց այդ հարցի շուրջ ես փոփոխել եմ իմ կանոնադրական կետը, որը վերաբերվում էր հանրակրթության և կրթության մասին, ահա այն վերաձևակերպված, եթե այսօր կան իրավապաշտպաններ, որոնք արդեն իսկ պետք է հիմնեն իրենց կանոնադրության խնդիրները, ահա այս կետը, կրթական իրավունքների պաշտպանություն, սա 5-րդ կետն է, ես չեմ կարդում մնացած 6-ը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 36 հոդվածի համատեքստում իրականացնել կրթության որակի, դասագրքերի բովանդակության համապատասխանության հանրային մոնիթորինգ, ինչպես նաև պահանջելով պետական մարմիններից թափանցիկություն, հաշվետվողականություն, իրավաչափություն կրթական քաղաքականության իրականացման գործընթացներում։ Տեսնելով, որ այս բացը առկա է և բացը շատ մեծ վնաս կհասցնի մեր աճող սերունդներին և մեր պետականությանը, ես ՀԿ-ն ստեղծելով թերևս ուղիղ 4 տարի առաջ փոփոխել եմ կանոնադրության կետը և հարմարեցրել եմ այն իրողություններին, այն դաժան իրողություններին, որոնք ընթանում են բյուրոկրատական և դիտավորյալ կամ անփութության պատճառով այս վրիպակներին։ Այսքանը ես ամփոփ եմ, հարցեր կան, բնականաբար լսում եմ։ Բարի երեկո բոլորին։ Բարի երեկո։ Պարոն Բաբայան, անկեղծ ասած, ինձ հետաքրքիր է ինչու եք դուք սկսել այս գործընթացը։ Հետաքրքիր հարց է, կան բազմաթիվ քաղաքական, ոչ քաղաքական պրոցեսներ և չգիտես ինչի, շատ հետաքրքիր հարց տվեցիք, ինձ համար սա կարևոր է։ Եթե կա ծնող, որի համար սա երկրորդական պլան է, կամ ոչ առաջնային է, կենսական նշանակություն չունի, ինձ համար որպես 30 տարվա մանկավարժ սա չափազանց կարևոր է և մոտավորապես 2.5-3 տարի ես մոնիթորինգ եմ անում այդ կրթության իրավիճակը և 1 տարի շարունակ իմ մոտ դատական պրոցեսները շարունակվում է կրթության նախարարության հետ և աբսուրդիզմը և լոգիկայից դուրս գործոնը կայանում է նրանում, փոխանակ ԿԳՄՍ-ն հասկանա, որ սխալ է գործել, հա, բարի կամք դրսևորելով, նաև ներողություն խնդրելով մեր հանրությունից։ Դուք վստահ եք, որ դա կարա լինի։ Իհարկե ոչ, դրա համար դատական պրոցեսը ես կասեի դաժան ձևով է ընթանում, նաև ըմբոստություն կա իրավական դաշտում դատավորների կողմից, ասեմ, որ 2 դատական պրոցեսի մեկնարկը ես եմ տվել, զուգահեռ են նրանք ընթանում և չգիտես ինչի արդեն 2 դատական նիստ համարյա նույն օրն են ընթանում այդ 2 դատական պրոցեսները, երևի նպատակ ունենալով իմ ռեսուրսները սպառել և ես ժամանակ չունենամ մեկից մյուսը անցնել, որովհետև որոշակի առանձնահատուկ ուղղություններ եմ գնացել, որովհետև մի դատավորի առջև դրել եմ այլ խնդիր, մի դեպքում այլ խնդիր, այսինքն գնացել եմ 2 նապաստակների հետևից, կարելի էր 3-րդ նապաստակն էլ հնարել որն է կանխատեսել, որպեսզի հաղթանակը լիներ իմ կողմը, բայց ցավոք իմ ռեսուրսը այդքան էլ մեծ չի, չնայած համապատասխան մոնիտորինգներ նաև այլ բնագավառներում եմ ես իրականացնում, նաև պատասխանելով ձեր հարցին, ես կուզենայի մենք բոլորս հասկանանք ով է պատասխանատուն այս խնդրին, հա,
Ես նշեցի երասճան պատասխանատուների ցանկը դա փորձագետներն են, իրականում փորձանքագետներ են, ես իրանց ասում եմ փորձանքագետ, փորձանք բերեցին մեր գլխին արդեն 3-ից 7 տարի համաձայն իրավական ակտի, այսինքն երկրորդ պատասխանատուն դա պետական կառավարման լիազոր մարմինն է, ԿԳՄՍ-ն եւ մրցույթային հանձնաժողով, որը կատարում է նախարարության հրահանգը այս կամ այն բնագավառում, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ մրցույթային հանձնաժողովները ինչպիսի կախվածություն, պարփակվածություն ունեն, թող ներեն ինձ մրցույթային հանձնաժողովների անդամները, իսկ ասեմ, որ առ այսօր 20N հրամանում արկա է մի հատ ահավոր կետ, մրցույթային հանձնաժողովի անձնակազմը անդամներին չի կարելի բարձրաձայնել, հա, հրամանի մեջ մտցրել են, որ գաղտնի են իրենք մնում, ինչա լավ գործենար է, մենք գաղտնի պայենք, ընդհակառակը, եթե լավ դասագիրք են ստեղծել, նրանք պետք է հայտնի լինեն մեր հայ ժողովրդին, մեր պետության քաղաքացիներին, ինչի ենք մենք թաքցնում, միգուցե նախապես գիտենք, որ սենց պրոցեսներ կընթանալ, եւ երբ որ մարդու իրավունքի պաշտպանը հարց տվեց, իսկ ինչու չեք թողնում իմանանք, ովքեր էին այդ փորձագետները կամ մրցույթային պատասխան եղավ նաև իրավական ակտի համապատասխան կետից, որպեսզի չթիրախավորվեն, հասկանում եք արդեն այն, չգիտեմ, գիշերվա երազը, որ հայտնվում է ծնողը, երբ որ երկար մտածում է, բայց ծնողը մեկ-մեկ չի ուզում մտածել սրա մասին։ Ես հասկանում եմ, որ մեր երկրում ձեր նման քաղաքացիական, ազգային, բարոյական, պատասխանատվության գիտակցության պոշտված մարդիկ շատ քիչ են մնացել, որովհետև բոլորը կարելի ասել գնում են ավելի շատ կոմֆորտի վրա եւ դա շատ ձեռնտու է այսօրվա պատասխանատուներին, որովհետեւ այն ինչ դուք պահանջում եք, դա բավականին լուրջ ինստիտուցիոնալ գործընթաց է, որը պետք է իրականացվի պետական մակարդակով, հիմնված սահմանադրության վրա, հիմնված պետական պատվերի վրա, հիմնված մանկավարժահոգեբանական, ակադեմիական գիտելիքների համապատասխանության չափորոշիչների վրա, որ ըստ էության այսօր արվում է մարքեթինգի մակարդակով, այսինքն մրցույթ է հայտարարվում, ում դասագիրքը լավը կլինի, փորձագետներն էլ անհայտ մարդիկ, անհայտ պատրաստվածությամբ գնահատում են սա լավն է, սրա դասագիրքը պուպուշ է, պետք է անցնի, նա արդեն, այսպես ասած, չափորոշիչներով սահմանված ինչ-որ բաներ արձանագրված է դասագրքում, մեր ուզածն է, մեր ուզածը չէ, այսօր գործադիրը որոշում է ակադեմիական բովանդակության, մանկավարժահոգեբանական բովանդակության չափանիշները, դա նմանացնում է մի պրոցեսի, երբ մարդու գործունեության հիմնական առանցքը, եթե այսպես նայենք, համակարգային, հա, առանցքը կենտրոնական նյարդային համակարգն է, որը ղեկավարվում է գլխուղեղով, հա, հասարակության մեջ մտավորականությունը, ակադեմիական հանրությունը, գիտական հանրությունը, դա կենտրոնական նյարդային համակարգի ուղեղն է, որ պետք է Բացի դրանից ես կուզենայի ղեկավարի պրոցեսները, հա, շեշտեք, որ այդ գլուխը, որ նյարդային համակարգի, իրականում պետք է ոչ թե էլիտան հանդիսանա, գիտական, մտավորական, այլ հենց պետական ինստիտուտները եւ երբեմն երբ խոսում են ազգային ժողովում, որ ինստիտուցիոնալ փոփոխումը պետք է իրականացնել, այդ գեղեցիկ բառներ ասում են, բայց իրականում մենք տեսնում ենք, որ ինստիտուտ չկա, ինստիտուտ, ինչի մասին է խոսքը, ինստիտուցիոնալ գործընթացները խաթարված են ամբողջ երկրում եւ երկիրը ղեկավարում են մասնավոր անձիկ, այսինքն ով ինչ գիտի, ով ոնց գիտի եւ ամենացավալին գիտեք ինչումն է, որ ղեկավարում են գիտական կառույցներ մարդիկ, ովքեր չունեն գիտական կենսագրություն եւ չունեն փորձ նաեւ այդ
թվում նաև ձեր ասած կույրաղիքը։ Հա, այսօր այդ կառույցը ղեկավարում է անձ, ով դպրոցի օրինակի համար տնօրենի մակարդակով է ղեկավարում մի կառույց, որը պետք է լինի բարձր գիտական, այսպես փորձագիտական հենք ունեցող կառույց։ Եվ ես չեմ պատկերացնում այդ մարդը, որը երբևիցե օրինակի համար մի հատ գիտական հետազոտություն ինքը չի իրականացնել, ոնց կարող է հասկանալ, թե դասագրքի որակը ոնց պետք է չափել, ոնց պետք է ստուգել, եթե մեթոդաբանություն ինքը չի տիրապետում, կամ ասենք չունի մանկավարժը հոգեբանական, ակադեմիական գիտական մակարդակ, դասախոսական փորձ եւ այլն, հա, ասենք մեզ մոտ այսօր բոլոր ինստիտուցիոնալ գործընթացները խաթարված են նախ, որովհետև դրանք չկան, ինստիտուտները չկան, երկրորդ եղածներն էլ այն մակարդակով է աշխատում, որ մակարդակով ուզում է այսօր ԿԳՄՍ-ն։ Ես կուզենայի ստե ավելացնել, որ պետական մարմինները շատ հաճախ, նաև վարչությունները ամեն ինչ անում են, ոչինչ չանելու համար, մասնավորապես շեշտեմ, որ այս խնդրի մասին պետքա բարձրաձայնողը լիներ մեր գլխի վրա պիտի մանտայինք այդ միավորին, մասնավորապես ներքին գործերի անչափահասների ՀՈԳՎ-ի, հա, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների բաժնի պետը միգուցե բացահայտել, երբ որ ծնողները խոսում էին, ոստիկանությունը սրա մասին խոսալ, սոցիաբում կար, երեխաների հիմնահարցերի բաժին կա, մարդու իրավունքների կոնվենցիոն մանդատների վարչություն կա ամբողջ, որը բաղկացած է հաշվանդամների, զինծառայողների կամ ասենք երեխաների իրավունքների բաժին, հա, վարչություն, որը այս մասով պետքա բարձրաձայներ եւ հետամուտ ըլներ, նաեւ մոտորերս ըլնելու է մարդու իրավունքի տարեկան զեկույցը առանձին դեպքերով, որտեղ ինչ երեխա են խոշտանգ է, մարդ են խոշտանգ է, սոցիալական խնդիրը, այնինչ 400,000 երեխաների բուլինգի, խեղացուրման, հա, ինքնության զրկման հարվածների մասին այսօր արդյոք խոսալու է մեր մարդու իրավունքի պաշտպանը, որը պարբերաբար ռոլիկները հեռարձակում իր անձնական էջից կամ մարդու, որ ինքը հանդիպումներ է իրականացնում, քննարկումները, բայց ես հո գիտեմ իրենց խաչի զորությունը, եթե ես կատարել եմ նաև իրենց լիազորությունները, հա, սոցիալի ներքին գործերի դատախազության ազգային ժողովը ունի 111 հոդված, հա, սահմանադրական, որը պարտադրում է օրինակ հանրակրթության կամ կրթության ԿԳՄՍ-ԵՍ երիտասարդության եւ սպորտի, եթե նախարարությունը պետական կառավարման լիազոր մարմինը 4 տարանի է ԿԳՄՍ, ընդեղ ԿԳՄՍ-ԵՍ հանձնաժողով գոյություն ունի, որտեղ յուրաքանչյուր պատգամավորը պետք է լինի ռումբ նման դեպքում։ Մենք բոլորին շատ խորը ուրեմն շնորհակալություններ հայտնեմ բոլորին մասնակցելու համար, մեզ լսողներին էլ խնդրում եմ մոտեցեք, արտահայտեք, ուրեմն մենք կտանք իմեյլները համապատասխան մարդկանց, խնդրում եմ բարձրաձայնեք ձեր մտահոգությունը, ձեր ուրեմն աջակցությունը Սիմոն Բաբայանի շատ դժվար մեծ նախաձեռնության համար, որ ինքն էլ իմանա, որ ինքը մենակ չի, որ մեզ նայում են 100,000-ից ավելի մարդիկ են նայում, մոտավորապես 60-70 պետություններից